Կանոգափառ կորվա բարձր լուրը ցավոկաբարձվեց ողբերգությամբ ծառի ետումը վերածվեց ճակատագրական անկման, քամինեն մեղավոր թե տեխնիկան քննիչները կպարզեն։ Կալիֆորնիայում նվերների փոխարեն կրակոցներ փոքրիկի ծնունդը վերածվեց արյունալի հրաձգության, 3 երեխա ու 1 երիտասարդ զոհվել են։ Կալիֆորնիան ասում է clean air պիտակը չի նշանակում մաքուր ճանապարհ, այսուհետև միայնակ վարելը քարփուլ գոտում կնշանակի $500 սնանկացում։ Ռումբի սպառնալիքներ մագա թեմայով բոլոր գրասենյակներն ապահով են, բայց սենատի դեմոկրատ առաջնորդը հստակ ասում է քաղաքականությունը խաղ չէ։ Սերժանտ Էնդրյու Վոլֆի վիճակը ծանր է, բայց փոքր առաջընթաց կա, թեթև մատի շարժում, հարազատների հույս, ազգային աղոթք, ահաբեկչական հարձակման հետևանքները շարունակում են հուզել ամերիկացիներին։ Starbucks-ը $35 միլիոն կվճարի աղմկահարույց աշխատանքային խախտումների համար։ Starbucks-ը ստիպված է եղել ընդունել, որ տարիներ շարունակ գրաֆիկների Shaken Espresso է սարքել։ Օրվա տոնական երանգը առաջին տիկինն է ռազմաբազայում օգնության փաթեթներով ու տոնական բարեմաղթանքներով միաժամանակ ներկայացվել է Սպիտակ տան տոնական զարդարանքը։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Ողջույն բոլորին, դուք դիտում եք Ամերիկայի գլխավոր լուրերը, շնորհակալություն յուրաքանչյուրիդ արձագանքի, վստահության ու այսօրվա նոր բաժանորդագրությունների համար։ Իրոք հաճելի է տեսնել, թե ինչպես է մեր ընտանիքը մեծանում ու միավորվում։ Եթե դեռևս չեք միացել մեր ալիքին, ապա սա ձեր փոքրիկ ամանորի նվերն է մեզ մինչև 2026 թվականը միասին հասնելու 26000 բաժանորդի։ Կանխավ շնորհակալ եմ ձեզ մեծագույն աջակցության համար։ Առաջին լուրը, փոքր ցավոտ լուրը, ընդամենը ժամեր առաջ ենք ստացել այս մասին տեղեկատվությունը։ Կանոգապարկում ծառիետման աշխատանքների ընթացքում մի տղամարդ է մահացել բարձրությունից ընկնելու հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 3:30-ի սահմաններում Կանոգապողոտայի եւ Վալերո փողոցի խաչմերուկում։ Վերջինս աշխատելով բարձր արմավենիների վրա կորցրել է հավասարակշռությունն ու ընկել, ինչի հետևանքով մարմինը խրվել է երկաթե ցանկապատին։ Դեպքի վայր ժամանած Լոս Անջելես քաղաքի հրշեջ ծառայության աշխատակիցները տղամարդուն հայտնաբերել են արդեն առանց կյանքի նշանների։ Այս պայն քննվում է, արդյոք ուժեղացած քամին կարող է դեր ունենալ ողբերգության մեջ։ Հյուսիսային Կալիֆորնիայում երեխայի երկամյակի ծննդյան օրը տեղի ունեցած զինված հարձակումից զոհվել է 4 մարդ, որոնցից 3 անչափահաս։ Այս մասին հայտնել է Սան Խոակին շրջանի շերիֆի գրասենյակը։ Իրավապահների տեղեկացմամբ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ստոկտոն քաղաքում, երբ հրազենային հարձակման պահին հանդիսավոր միջոցառմանը ներկա էր առնվազն 100 մարդ։ Վերջիններից մեջ կային բազմաթիվ երեխաներ։ Զոհերի տարիքը 8, 9 եւ 14 տարեկան անչափահասներ եւ 21 տարեկան երիտասարդ։ Շերիֆ Պատրիկ Ուիթրոուֆի խոսքով նախնական տվյալներով դեպքը եղել է թիրախավորված հարձակում եւ քննիչները չեն բացառում, որ գործողության մեջ մասնակցել է մի քանի հրաձիգ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է նաեւ առնվազն 11 մարդ, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ստոկտոնի ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է 5 անձի, սակայն քննիչները տեղեկացնում են, որ այս պահին չկա հավաստի ապացույց, որ նրանք կապ ունեին զանգվածային կրակոցների հետ։ Քննությունը շարունակվում է։ Այսօրվանից Կալիֆորնիայում ուժի մեջ է մտել նոր կանոնը, ըստ որի էլեկտրական եւ հայբրիդ մեքենաների վարորդները այլևս չեն կարող օգտագործել HOV քարփուլ գոտիները միայնակ վարելիս, նույնիսկ եթե իրենց մեքենան կրում է Clean Air հատուկ պիտակը։ Կալիֆորնիայի ոստիկանությունը նախապես սահմանել էր անցումային ժամանակահատված, երբ միայն նախազգուշացումներ էր տալիս, սակայն դեկտեմբերի 1-ով այդ շրջանը փակվել է։ Այսօրվանից սկսած միայնակ վարորդը HOV գոտում հայտնվելու դեպքում կստանա մոտ $500 տուգանք։ Սա ամբողջ երկրով փոփոխություն է եւ ազդեցությունը տարածվում է նաև այն նահանգների վրա, որտեղ գործում էր նույնատիպ պիտակներով ծրագիր։ Սպառվել են նաև այլ արտոնություններ, օրինակ անվճար կայանումը որոշ քաղաքներում, ինչպիսիք օրինակ Սանտա Մոնիկան էր։ Այս փոփոխության հետևանքով երթևեկության մասնագետները կանխատեսում են, որ քարփուլ գոտիներում ծանրաբեռնվածությունը կնվազի, սակայն դա կարող է մեծացնել հոսքը արդեն սովորական գոտիներում։ Միացյալ Նահանգների դաշնային դատարանը հերթական անգամ արգելափակել է Թրամփի վարչակազմի քաղաքական դաշնակիցներին Միացյալ Նահանգների գլխավոր դատախազների պաշտոններում նշանակելու փորձը։ Վերաքննիչ պալատի միաձայն որոշմամբ հաստատվել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Ալինա Հաբբան ապօրինի էր նշանակվել Նյու Ջերսիի գլխավոր դաշնային դատախազի պաշտոնում։ Դատարանը պարզել է, որ Թրամփի վարչակազմը խախտել է դաշնային օրենքը, փորձելով Հաբբային թողնել պաշտոնում այն բանից հետո, երբ նրա ժամանակավոր լիազորություններն ավարտվել էին եւ նա սենատի հաստատում չէր ստացել։ Վերաքննիչ դատարանը լիովին հաստատել է օգոստոսին ընդունված Տորին Ատյանի որոշումը Հաբբային պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։
Այս որոշումը լրջորեն կազդի Նյու Ջերսիում ընթացող տասնյակ դաշնային քրական գործերի վրա, քանի որ Արդարադատության նախարարությունը ստիպված է լինելու նշանակել նոր օրինական ղեկավարող դատախազ։ Դեպքը հաջորդում է մեկ այլ աղմկահարույց որոշման։ Նախորդ շաբաթ դաշնային դատարանը ապօրինի էր ճանաչել Վիրջինիայի արևելյան շրջանի միջանկյալ դատախազի նշանակումը Լինդսի Հալիգանի։ Այդ հանգամանքը հանգեցրել էր Թրամփի երկու հայտնի դիմախոսների, նախկին FBI տնօրեն Ջեյմս Քոմիի եւ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի դեմ հարուցված գործերի կարճմանը։ Սենատի դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերը հայտնում է, որ իր Նյու Յորքի 3 գրասենյակները դարձել են էլեկտրոնային ռումբի սպառնալիքների թիրախ։ Սպառնալիքները եկել են MAGA նշումով եւ էլեկտրոնային փոստի ասեից, որը պնդում էր, որ 2020 թվականի ընտրությունները կեղծված են։ Ըստ Շումերի սպառնալիքներն ուղղված էին Ռոչեստերի, Բինգեմթոնի եւ Լոնգ Այլնդի գրասենյակներին։ Տեղական եւ դաշնային իրավապահներն անհապաղ իրականացրել են ստուգումներ։ Բոլոր աշխատակիցներն անվտանգ են։ Շումերը հայտարարությունում ընդգծել է. այս տեսակի բռնարար սպառնալիքները տեղ չունեն մեր քաղաքական համակարգում։ Հիշեցնեմ, նախագահ Դոնալդ Թրամփը մինչև օրս պնդում է, թե 2020-ի ընտրությունները կեղծված էին, սակայն դատարանները մերժել են այդ պնդումները, նշելով, որ ապացույցներ չկան։ Վաշինգտոնում տեղի ունեցած ծահաբեկչական հարձակման հետևանքով վիրավոր սերժանտ Էնդրյու Վոլֆի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին տեղեկացրել է Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Փատրիկ Մորիսին, կոչ անելով հասարակությանը շարունակել աղոթել 24-ամյա զինծառայողի համար։ Նրա խոսքով Վոլֆը կարողացել է մեծ լարվածությամբ շարժել ոտնաթաթերը եւ պատասխանել Բուշ քրոջը ձեռքի բութ մատով նշան, որը բժիշկները գնահատում են որպես փոքր, բայց դրական առաջընթաց։ Հարձակման արդյունքում զոհվել է Սառա Բեքսթրոմը։ Նահանգապետը հայտարարել է, որ նրա մահը սարսափելի աբեկչական գործողության հետևանք է, իսկ նահանգում դրոշները կմնան իջեցված մինչև նոր հրահանգը։ Հարձակման կասկածյալը Ռամանուլա Լաքամվալը վիրավորումից հետո տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է կալանքի տակ։ Դաշնային դատախազ Ժանին Պիրոն հայտարարել է, որ նրան առաջադրվել է առաջին աստիճանի սպանության, ինչպես նաեւ զինված հարձակման մի շարք մեղադրանքներ։ Հետաքննությունը շարունակվում է։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Cosmopolis Restaurant and Banquet Hall-ում, բացի այն, որ կարելի է հաճելի ինտրիգներ ու տոնական միջոցառումներ ունենալ, ժամանակ առ ժամանակ կարող եք համերգային երեկոյի մասնակցել։ Դեկտեմբերի 4-ին Jazz Night-ը Թամարա Լալայանի հետ տեղերի ինչպես միշտ արագ են սպառնում, այնպես որ շտապ եք ամրագրել ձեր հերթական հիանալի երեկոն։ Կոզանյան Meat and Liquor Market, եթե առօրյա գնումները երբեմն թվում են պարտականություն, ապա այստեղ դրանք վերածվում են հաճույքի։ Տոնական սեզոնը մի քիչ ավելի շքեղ է դառնում, երբ գիտես, որ Կոզանյանը միշտ ունի ինչ-որ բան, որ քեզ կզարմացնի։ Շուտով բացառիկ տոնական ակցիաներ են։ Gerry's Mom's Bakery մեր համայնքի նոր, բայց արդեն շատ հարազատ անկյուն։ Այնտեղը, որտեղ տնական բառը ոչ միայն խոստում է, այլև իրականություն։ Աննման Մամս լավաշը հիմնական բրենդն է, բայց կիսաֆաբրիկատներ, իշտի քյուֆտա, բրինչի, կոտլետներ եւ ամենը, ինչ կզարդարի ձեր տոնական սեղանը, կարող եք ձեռք բերել հենց Gerry's Mom's Bakery-ից։ Ամենակարևորը պատրաստված է սիրով։ Մենք շարունակենք եւ տեղափոխվենք Նյու Յորք, Starbucks-ի աշխատակիցների բողոքի ալիքը թեժացել է, բայց Նյու Յորքի քաղաքապետարանի սպառողների եւ աշխատողների պաշտպանության վարչությունը հայտարարել է, որ ընկերությունը համաձայնել է վճարել շուրջ $35 միլիոն լուծելու հազարավոր աշխատողների այն պնդումները, թե իրենց տրվել են անկայուն գրաֆիկներ, կրճատվել են ժամերը եւ խախտվել են աշխատանքային իրավունքները։ Բողոքների հիման վրա քաղաքը 2 տարի հետաքննություն է անցկացրել, որը տարածվել է հարյուրավոր սրճարանների վրա։ Պարզվել է, որ հազարավոր աշխատակիցներ չեն ստացել կանխատեսելի աշխատանքային գրաֆիկ, չեն կարողացել վերցնել լրացուցիչ հերթափոխեր եւ ստիպված են եղել աշխատել անկանոն ժամերով, չկարողանալով պլանավորել սեփական ուսումը, երկրորդ աշխատանքը կամ երեխայի խնամքը։ Starbucks-ը համաձայնել է վճարել աշխատակիցներին, ինչպես նաեւ $3.4 միլիոն որպես քաղաքին վճարվող վարչական տույժ։ Նոր պայմանավորվածության համաձայն 2021-ից 24 թվականներին աշխատած յուրաքանչյուրին փոխհատուցվելու է շուրջ $50 ամեն շաբաթվա համար, իսկ վերջին շրջանի խախտումների վերաբերյալ աշխատողները կարող են դիմել լրացուցիչ փոխհատուցման։ Միևնույն ժամանակ երկրով մեկ շարունակվում է Starbucks-ի միության հարյուրավոր աշխատակիցների բազմօրյա գործադուլը ավելի կայուն գրաֆիկի, բավարար աշխատակազմի եւ արդար պայմանագրի պահանջով։ Ստրայքին այսօր միացել է նաեւ քաղաքական դեմքեր, այդ թվում սենատոր Բերնի Սանդերսը եւ ընտրված քաղաքապետ Զորան Մամդանին, որոնք հանդես են եկել աշխատողների պահանջների պաշտպանությամբ, հայտարարելով, որ դրանք ոչ թե նրա մասին են, թե ինչքան շատ ստանան, այլ արդար աշխատավայր ունենալու մասին։ Starbucks-ը հայտնել է, որ պատրաստ է համագործակցելու, հետևել օրենքի, միաժամանակ ընդգծելով, որ Նյու Յորքի աշխատանքի վերահսկման կանոնները չափազանց բարդ են կառավարելու համար։
Այսօր առաջին տիկին Մելանիա Թրամփը եւ փոխնախագահ Ջեյդի Վենսի կինը Ուշա Վենսը այցելել են Joint Base Andrews ռազմակայան զինվորականների ընտանիքների հետ կազմելու օգնության փաթեթներ զինծառայողների համար եւ գրելու տոնական շնորհավորանքներ։ Առաջին տիկինը հանդես է եկել շնորհավորական ու համերաշխության ուղերձով ուղղված զինծառայողների ընտանիքներին։ Իր խոսքում նա հիշեցրել է, որ ամերիկացի զինծառայողների հերոսությունը միշտ արժանիորեն բարձրացվում է, սակայն նույնքան կարևոր է նաև նրանց կողքին կանգնածների զրկանքն ու տոկունությունը, մայրերի, հայրերի, ամուսինների, կանանց ու երեխաների, ովքեր ապրում են անընդհատ տեղափոխությունների, վերափոխվող կյանքի պայմանների ու հաճախ հեռավորության բաժանված առօրյայի մեջ։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ամերիկյան Կարմիր խաչը, որը տասնամյակներ շարունակ աջակցում է զինծառայողներին, վետերաններին, նրանց խնամողներին ու կորուստ տարած ընտանիքներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Խոսքի ավարտին առաջին տիկինը մաղթել է խաղաղություն զինծառայողների ընտանիքներին, անվտանգ ծառայություն ռազմադաշտում զինվորներին եւ երախտագիտություն բոլոր ամերիկացիներից, ովքեր գնահատում են զինվորական ընտանիքների ծառայությունն ու զոհողությունը։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ, այսպես է եզրափակել ուղերձը առաջին տիկինը։ Այսօր ներկայացվել է Սպիտակ տան Սուրբծննդյան զարդարանքները Home is where the heart is թեմայով։ Այս անգամ այն ներառում է նաև ակնարկ դեպի Ամերիկայի անկախության հռչակագրի 250-ամյակը, որը կնշվի 2026-ին։ Այս տարվա ձևավորումները ստեղծվել են երկրի տարբեր նահանգներից ժամանած տասնյակ կամավորների մասնակցությամբ։ Սպիտակ տունը զարդարվել է 75 պսակներով, 51 տոնածառով, 2800 ոսկե աստղով, ավելի քան 700 ֆուտ լուսային շղթաներով եւ 10,000 թիթեռներով։ Սպիտակ տան այցելությունները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին շինարարության պատճառով, վերականգնվում են երեքշաբթիից, սակայն կրճատված երթուղիով։ Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Սուրբ Ծնունդը պահ է գնահատելու ամերիկյան արժեքները, բարությունը, հայրենասիրությունը եւ փոխօգնությունը։ Երբ լուսինը հայտնվում է իր ուղեկցրի մոտագույն կետում, առաջանում է այսպես կոչված սուպերլուսին, որն ըստ NASA-ի կարող է երևալ մինչև 14% ավելի մեծ եւ մինչև 30%-ով ավելի պայծառ, քան տարվա ամենաթույլ լուսինը։ Սուպերլուսինները տեղի են ունենում տարվա ընթացքում մի քանի անգամ, օգտվելով լուսնի էլիպսաձև ուղեկցրի բարենպաստ դիրքից։ Վերջին փուլի երրորդ սուպերլուսինը կդիտվի այս հինգշաբթի երեկոյան դառնալով այս տարվա վերջին նման երևույթը։ Սուպերլուսինը հնարավոր է դիտել առանց հատուկ սարքավորումների։ Այնուամենայնիվ, տարբերությունը սովորական լիալուսնի հետ հաճախ դժվար է նկատել անզեն աչքով։ Այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության համար։ Առողջ եղեք ու մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին։ Մինչև 2026 թվականը 26000 բաժանորդ։ Շնորհակալ եմ կանխավ։